Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երրորդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի հիման վրա, իսկ չորրորդ հանրապետությունը ստեղծվելու է խաղաղության հիման վրա։ Դա իր սուբյեկտիվ կարծիքն է, ես տեն չեմ մտածում, որովհետև խաղաղությունը միայն ուժի միջոցով է լինում խաղաղություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խաղաղություն։ Իհարկե, եթե մենք զիջում ենք, sense գլուխներս կախում ենք, մենք խաղաղություն չենք կարող ունենանք։ Մեզ միշտ ասելու են արեք, մենք էլ հանուն ինչ որ մի բան զոհելու համար անելու ենք։ Խաղաղություն չի լինի։ Եթե իրանց դպրոցներում, իրանց երկրում երեխաներին պրոպագանդում են, որ հայերը դավաճան են, հայերը մարդասպան են, հայը կենդանի է, ոնց որ իրանք են ասում, հայվաններ են, ոնց է կարծում, ոնց կարա տենց բան լինի, չկա տենց բան, ու ես երբեք թուրքի հետ բարեկամ չեմ լինի, երբեք, հետևաբար մի օր ամեն ինչին վերջ կգա, մենք կդառնանք ոչ մի բան, մենք կկործանվենք, ոնց որ եզդիները չունեն պետականություն, ոնց որ քրդերը չունեն պետականություն, չունեն, իրանք թուրքերի հետ են ապրում, բայց թուրք չեն, քուրդ են, որպես ազգ իրանք չունեն պետություն, ոնց որ եզդիները, ոնց որ գնչուները, մի օր էլ մենք տենց կլինենք, ոչինչ։ Այդպես չլինելու համար ինչ է պետք անել։ Ուղղակի այդպես չլինելու համար պետք է պայքարել։ Մենակ մեկ հոգով չէ, շատերը պետք է պայքարեն, ոչ մենակ ես կամ դուք կամ որևիցե ուրիշ մեկը, բոլորը։ Ինչպես Չարենցն է ասում, եթե ամբողջները խելագարված մի օր ոտքի կանգնեն, շատ լավ կլինի։ Թշնամու հետ երբեք խաղաղ ոչ ոք չի կարող ապրել։ Դուք Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատում եք։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Խաղաղություն գոյություն չունի, բալես։ Խաղաղությունը որն է Թուրքի հետ խաղաղություն, մեր զենքերի քանակը կրճատում է, իսկ նրանք իրան զենքերի քանակը ավելացնում են, դա խաղաղություն է, դա խաղաղություն չի։ Դուք չեք հավատում Ադրբեջանի հետ խաղաղության, որի մասին հայտարարում են Նիկոլ Փաշինյանը։ Ոչ, ես հարցը միայն դա չի։ Ես ընդհանրապես չեմ հավատում թուրքերին, ադրբեջանցիներին եւ թուրքերին։ Չեմ հավատում։ Նրանց հետ հայը հային երբ որ հարգի, ճիշտ է ասված այդ բառը, մենք կհաղթենք թշնամուն։ Թշնամին ծնկի կգա մեր առաջ։ Իսկ մենք հիմա թշնամու առաջ ենք ծնկի գալու։ Ես չեմ ուզում։ Դուք ինչպես կգնահատեք կյանքը Հայաստանում այս թանկացումների ֆոնին, ինչպես եք կարողանում ապրել։ Ձեր աշխատավարձը բավարար է, որպեսզի առօրյա հոգսերը հոգաք։ Ոնց ասեմ, դե սենց մի հարց կա, աշխատավարձից աշխատավարձ, յոլա են գնում։ Իհարկե, այո, խաղաղություն եկել է, այնպես որ մի մոռացեք, մենք խաղաղ ապրելու ենք, մինչև կյանքնից վերջ։ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը, կոմունիստները վախտով Ադրբեջանի հետ մենք ապրել ենք, Ադրբեջանի ժողովուրդը մեր նման մարդիկ են, ինչ որ անում են, ղեկավարներն են անում, Ալիև կոչվածները, ադրբեջանցի կոմունիստները վախտով ստեղծարայել են բանակում, ծնողները եկել են, իմ տանը քնել են։ Կոմունիստների ժամանակաշրջանը վաղուց անցել է։ Վաղուց անցել է, ուզում եմ ասեմ, ադրբեջանցիք ոնց որ մենք, նույնն էլ հասարակ ժողովուրդ է, նույն վիճակն են մտածում։ Նրանք էլ չեն ուզում պատերազմ, նրանք էլ են ուզում խաղաղություն, նրանք էլ երեխա ունեն կորցրած։ Ինչի մասին է խոսքը։ Այրիկ ջան, իսկ դուք տեսել եք ադրբեջանցիները ինչպես են ծաղրում արցախցի պապիկի, նրա որդուն, հետո գնդակահարում։ Մի րոպե, հա այդ տեսել եմ, հարցը դրա մեջ չի, հարցը նրա մեջ է, որ էդի ղեկավարության դրդման պահարվում։ Եթե իմ ղեկավարը ինչ չդրդի, ես կարող եմ թես բան անել, չեմ անի։ Նախ առաջին, երկրորդը նրանց արունը կեղտոտ է։ Նրանց արյան մեջ կա։ Նրանք մարդասպաններ են։ Ադրբեջան կամ որ մի մուսուլմանն է խելացի, կարող եք ասեք։ Մի հատ մուսուլմանի անուն տվեք, ասեք, որ իրոք լավ ազգ են, լավ ժողովուրդ են։ Բոլորն էլ տականք են։ Չէ, ինձ թվում է չէ։ Չէ։ Ես իմ կարծիքով ես չեմ կարող ապրեմ։
մնացածի մեծ իմ տեղիք ես չեմ կարող ապրեմ, քանի որ ես ինքս սյունեցի եմ ու ինձ ծնվել եմ իրան տեսել եմ մեզի թշնամի, ոնց կարանք ապրենք։ Փաշինյանը ասած դեմեջ կա դες իրողություններ, իհարկե կոնֆլիկտի վրա այդ կոնֆլիկտով ստեղծել ինչ արել, հիմա երևի փորձում են խաղաղ իրանց ասած 4-րդ ես չեմ հասկանում որն է, բայց հիմա երևի խաղաղության դարաշրջան են փորձում կազմակերպեն էլի, բայց 4-րդ հանրապետություն չեմ հասկանում էլի, որն է, միգուցե չենք խորացել, չենք հասկանում, բայց իրանք քաղաքականություն ուրիշ այլ մենք չենք հասկանում։ Ես քաղաքականություն չեմ զբաղվում։ Հայերեն լավ չեմ գիտեր, չեմ գնալ Թուրքիա դեռ խաղ գնանք ապրել։ Թուրքիա դորոր մենք խաղ ապրել ենք, որ Ադրբեջանը դաբրինք։ Խաղ ինչ է ապրինք, եթե մեր ճշնամին է։ Ինձ հարցեր մի տվեք, ես հանգարց սխալ պատասխան չտամ։ Ես դեն չեմ, հայաստանցի չեմ, այսինքն սուրիացի եմ, այդ համար մենք մեր քաղաքը լավ չէ, Սուրիան լավ չէ, այլ Թուրքիա ամեն դեղ վատություն է։ Իր այրունի մեջն է վատությունը Թուրքին։ Աս հարցի համար ես չգարենամ խոսիլ։ Չեմ պատկերացնում, ինչ որ թիմացնիս պիտի տեսնենք երևի։ Չգիտեմ։ Ասեք լավ է լինելու վերջ։ Լավ է լինելու, չէ։ Չգիտեմ։ Այո։ Երբ որ կա, արդեն գտենանք, լավն է թե վատը։ Ադրբեջանի փացումին ժողովուրդը ներս են մտնում, գալիս են, գնում են։ Մենք չենք գնում, էլի մենակ իրան գալիս են, իսկ մենք չենք գնում։ Գներեք ինձ, ես չգիտեմ։ Ընդհանրապես խաղաղ պետք է ապրել ցանկացած երկրի Աստծո խոսքով, բոլորի հետ պետք է խաղաղություն անես։ Սա է միակ հարցի լուծումը։ Ուրիշ լուծման ճանապարհ։ Պետք է ճիշտ է, նրանց հետ շատ դժվար է։ Բայց ամեն դեպքում պետք է եզրեր գտնենք, բայց այնպիսի եզրեր, որ մենք զիջումների չգնանք անընդհատ, իսկ իրանք անընդհատ պահանջեն։ Ճիշտ ձևով ամեն բան պետք է ընթանա։ Ճիշտ ձևով ինչպես եք պատկերացնում։ Ճիշտ ձևով ասենք, եթե զիջումներ է, մենք եթե մի բան տալիս ենք, չէ, դրա դիմաց պետք է մի բան ստանանք, որ ճիշտը դա է, բայց ոչ թե մենք տանք ու ոչ մի բան։ Խաղաղությունը երկկողմանի է լինում։ Փոխադարձ։ Ես առայժմ չեմ տենում, սենց ասեմ էլի։ Թուրքը մնում է միշտ թուրք, կյանքն է ցույց տվել, մենք չենք տենում։ Բայց ամեն դեպքում պետք է մի ձևով հարցի լուծումներ տանք։ Այո, պատկերացնում եմ, որտեվ ես ականատես եմ եղել Լեհաստանը Գերմանիայի հետ, որ սահմանները բացեցին։ Իրանք հիշում են այդ ամեն ինչը։ Ես ինքս Եղեռնի ժառանգ եմ։ Իմ տատիկս ու պապիկս փրկվել են Եղեռնից, բայց իրանց տոհմին կոտորել են։